Իրանական շիա խմբավորումը սպառնում է Ադրբեջանին պատերազմով։ Ադրբեջանական մամուլը այսօր դրա մասին է գրում և քննարկում է այս հարցը ինչպես իրական վտանգ։ Այդ թվում հարցը վերաբերվում է Իրանի կողմից Իրաքի տարածքում ձևավորված Խաշդ աշ-Շաաբի խմբավորմանը, որի մի մաս է նաև կազմում և Ադրբեջանի տարածքում գործում այդպես կոչված խմբավորումը Հուսեյնուն, որը իրականում այսպիսի շիա իր բնույթով խմբավորում է ահաբեկչական և որը օրակարգ ունի փաստացի, որ Ադրբեջանը պետք է դառնա նաև շիա պետություն։ Ադրբեջանի համար, որը ունի մոտիկ հարաբերություններ Իսրայելի հետ, իսկ հիմա արդեն ԱՄՆ-ի հետ, այսպիսի խմբավորման գործունեությունը մեծագույն վտանգ է։ Իրավիճակը շարունակում է այս ուղղությամբ զարգանալ և փաստացի ադրբեջանական պետական տարբեր ներկայացուցիչները խոսում են նրա մասին, որ այս կազմակերպության տարբեր հարթակներում, այդ թվում Telegram ալիքներում, փաստացի խոսում են կոնկրետ գործունեությունների մասին Ադրբեջանի դեմ։ Եթե ԱՄՆ-ը սկսեն պատերազմ Իրանի դեմ, ապա Իրանը սպառնում է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը և ներխուժել իր նաև այդ խմբավորումների միջոցով հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի այստեղ հնարավորություններին, բայց այդ հնարավորությունները ոչ միայն սահմանափակվում են ուրեմն հենց Իսրայելի տարածքով կամ ծոցի երկրների ԱՄՆ-ի ռազմակայաններով, այլ փաստացի մենք տեսնում ենք այստեղ, որ հնչում են այսպիսի սպառնալիքներ Ադրբեջանի ուղղությամբ։ Ինչ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հնարավորություններ կան Ադրբեջանում։ Պաշտոնապես որևէ այդպիսի հնարավորություն չկա։ Չկա ոչ ԱՄՆ-ի, ոչ Իսրայելի ռազմակայան, ոչ էլ ընդհանուր առումով այդտեղ կան այսպիսի առանձնահատուկ ներկայություն ռազմական կամ անվտանգային։ Ամեն դեպքում սա կարող է լինի շատ ավելի մեծ խաղի մաս, որը ներառում է Իրանի կողմից առաջերտին սպառնալիք, որ փաստացի ոչ թե հարավային Ադրբեջանի գործընթացին ի օգուտ կտա հնարավորություն, իսկ ես ասեմ, որ օրերս X հարթակում ակտիվորեն շարունակվում են քննարկումները հարավային Ադրբեջանի ինքնորոշման հարցով, որի մասին մենք ձեր հետ շատ անգամ խոսել ենք և դա գտնվում է Թավրիզում իրականում և Արդեբիլում և ուրիշ քաղաքներում, հենց որ Հայաստանի սահմանը դեպի Իրան անցնում ես, ապա այդտեղ մոտավորապես 20 միլիոն թուրքական ծագում ունեցող Իրանի քաղաքացի, իրանց ազերի են կոչում այդտեղ, բնակվում են և այդտեղ կա նաև օրակարգ նրա, որ իրենք ուզում են անկախություն ստանալ և փլուզման դեպքում այդպիսի գործընթացներ հնարավոր են։ Եվ հիմա այս խմբավորման ակտիվությունը Հուսեյնունի իհարկե շատ կարևոր այսպիսի արձանագրում է։ Պետք է ասել, որ այս խմբավորումը առհասարակ մաս է, և օրերս մենք ձեր հետ խոսել էինք դրա մասին, Խաշդ ալ-Շաաբի այս խմբավորումների, որոնք Իրաքում գործում են։ Իրանը ստեղծել էր այս խմբավորումները 2014 թվականին Դաեշի ուղղությամբ գործունեության նպատակով այդ խմբավորման և այսօր պետք է ասել, որ Խաշդ ալ-Շաաբին ինտեգրված է Իրաքի անվտանգության համակարգում, բայց նաև ունի այդտեղ կան սեփական խմբավորումներ, ինչպիսին է Քաթայիբ Խիզբուլլահն, Բադրը և ուրիշները։ Պետք է ասել, որ հունվարի սկզբից փաստացի մենք տեսնում ենք այսպիսի գործընթաց, որ տարբեր պետություններում սկսում են ակտիվորեն համախմբել տեղի շիա բնակչությանը և զինել նրանց և պատրաստել կոնկրետ ռազմական գործողությունների համար, որովհետև այս ամբողջ շիա խմբավորումներով իրականում կառավարումը պատկանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և իր կազմում գտնվող Կուդսին, որը պատասխանատու է այդ կորպուսի Իրանի սահմաններից դուրս գործունեությանը։ Ադրբեջանական մամուլը գրում է նրա մասին, որ Հուսեյնուն այս խմբավորումը Ադրբեջանի տարածքում, որը ստեղծված է Իսլամական հեղափոխության
Պահապանների կորպուսի կողմից փաստացի նպատակ ուներ Ադրբեջանի տարածքում ձևավորել շարիատի այդպիսի ձևաչափ, այսինքն իսլամական պետություն շիա տրամաբանությունով, այսինքն նույն Իրանը, Իրանի տրամաբանությունով եւ ընդլայնել փաստացի Իրանը այդ ուղղությամբ։ Վերջի տարիների ընթացքում ըստ ադրբեջանական մամուլի փաստացի այս խմբավորումների ոչնչացում է տեղի ունեցել եւ շատերը այս ներկայացուցիչներից այս խմբավորման ձերբակալված են, ինչպես ասում է ադրբեջանական կողմը։ Պաշտոնական Բաքուն բազում անգամ խոսել է նրա մասին, որ թույլ չի տա իր տարածքը լինի օգտագործված Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Չնայած սրա, իրանական աղբյուրները շարունակում են պնդել, որ հունիսի 2025 թվականի 12 օրվա ընթացքում այդ պատերազմի ժամանակ ակտիվորեն օգտագործվել է Ադրբեջանի տարածքը հարվածներ հասցնելու համար։ Մենք ձեր հետ միասին հիմա պետք է հասկանանք, հարգելի հայրենակիցներ, արդյոք Ադրբեջանի տարածքը իրոք օգտագործվում է, թե սա ուղղակի թեզ է։ Առաջերտին պետք է ասեմ, որ նույնիսկ եթե օգտագործվում է, ապա ծավալը եւ նշանակությունը շատ փոքր է։ Հնարավոր չէ Ադրբեջանի տարածքից, որ ինքնաթիռ խոսքին հարվածի կամ նույնիսկ հրթիռ հարվածի Իսրայելին եւ Իսրայելը դա չկարողանա ֆիքսել, որ գալիս է Ադրբեջանի տարածքից։ Դա հեշտ է անել, դա կարելի անել ֆիզիկապես նույնիսկ ուղղակի սահմանին մերձ բնակվող այդ շրջաններում հետախուզական որևէ թեթև գործունեության ընթացքում։ Ավելի կարևոր մասը նրա հետ է կապված, որ կարա տեղի ունենալ ինչ-ինչ այդտեղից այսպիսի հետախուզական ավելի ԱԹՍ-ների կիրառում, որոնց նկատելը կարող է անհնար լինի ֆիզիկապես։ Ամենահետաքրքիրը այն է, որ այսպիսի ԱԹՍ-ները կարող են կիրառվել իրականում նույն ուրեմն իսրայելական, բայց Ադրբեջանի ԱԹՍ-ները, եւ եթե մի բան էլ հայտնաբերվի, ապա Ադրբեջանը նույն զենքը ունի եւ դա Իսրայելին երբեք չի համարվի, որ Իսրայելինն է։ Ուստի շատ սահմանափակ է իրոք ներկայությունը Ադրբեջանի միջոցով ինչ որ գործողությունները։ Պետք է հասկանանք, որ նույն Իսրայելը Իրաքում գործելու լայն հնարավորություններ ունի։ Նույն Իսրայելը Սիրիա-Իրաքի օդը իր համար ազատ է որևէ գործողությունների համար եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը այնպես չէ, որ այստեղ այսպիսի մեծ դերակատարություն ունի։ Մյուս կողմից, բա ինչի են այսպիսի հայտարարություններ անում։ Ես կարծում եմ առաջերտին սա վերաբերվում է նրան, որ կոնկրետ Իրանը փորձում է ցույց տալ, որ առաջերտին իր ուժը նրա մասին, որ ոչ թե ինքը պաշտպանողական տրամաբանության մեջ է, այսինքն հարավային Ադրբեջանի չեղարկման գործընթացում է, այլ հակառակը ասում է, որ այսպիսի գործողություններում, եթե որևէ բան նկատեն, որ Ադրբեջանը օգնում է Իսրայելին, ապա կարող են ակտիվացնել այս գործողությունները եւ կարող են փաստացի Ադրբեջանի ուղղությամբ նաեւ ներխուժում ունենալ։ Սրա իրական հավանականությունը շատ ցածր է եւ սրա մասին նաեւ խոսում եմ մեկ կարևոր փաստ, որը մենք օրերս ձեր հետ քննարկեցինք։ Հիշում եք, երբ խոսում էինք Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ նրա մասին, որ Ռեջեփ Տայիպ Էրդողանը, ավելի կոնկրետ իր արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, որը նախկին հետախուզության պետ է, ուղիղ ասաց, որ իրանք ուզում են Սինջարի շրջանում եզդիների ուղղությունով այդտեղ ռազմական գործողություններ վարել Իրաքում այն նպատակով, որ այդտեղ այդ թվում ուրեմն այդ Քրդաստանի բանվորական կուսակցության հարցը լուծեն միջև վերջ կամ քրդական որևէ զինված խմբավորումների հարցը այդտեղ լուծեն։ Եվ եթե հիշում եք, եթե դիտել եք դա, եթե չէ կոչ եմ անում դիտեք, հետաքրքիր շատ վերլուծություն է, որ Սինջարի ուղղությունով ինքը Հական Ֆիդանը առաջարկում էր, որ գործողությունները վարել Թուրքիան օդից օդուժի միջոցով, այսինքն հարվածներ կհասցներ, իսկ Խաշտ ալ-Շաաբի այդ խմբավորումները Իրանի կողմից աջակցված շիիտականը պետք է կարողանային այդ տարածքի գրավելը։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ, որ համագործակցություն է տեղի ունենում Թուրքիայի եւ Իրանի միջև։
Եվ իհարկե կոորդինացման մակարդակը Թուրքիայի եւ Իրանի միջև շատ ավելի բարձր է, այդ թվում դա վառ օրինակ է հիմա ինչ քննարկում ենք, քան եթե մենք վերցնենք նույն ուրեմն Ադրբեջանի ուղղությամբ Իրանի, այսինքն մենք միևնույնն է ձեր հետ միասին չնայած նրա որ մենք ընկալում ենք Թուրքիային եւ Ադրբեջանին հաճախ ինչպես մեկ տրամաբանություն, պետք է հասկանանք, որ այստեղ կա այդ տարբերությունը եւ դա հետ է գալի մեր եւս մեկ վերլուծությանը երկու աթոռի վրա նստելու Իլհամ Ալիևի քաղաքականությանը, որը ուղիղ կապ ունի նրա հետ, հարգելի այդնակիցներ, որ փաստացի Ադրբեջանը տարբերվող Թուրքիայից քաղաքականություն է վարում եւ Ադրբեջանի նպատակը շարունակում է լինել օրակարգը, որը վերաբերվում է ուրեմն Իսրայելի հետ հարաբերությունների ուրիշ մակարդակով զարգացնելը եւ եթե հիշում եք Ջեյ Դի Վենսը երբ եկավ եւ Բաքվում ուներ այդպիսի հանդիպում, ապա ասաց, որ բարձր են գնահատում այն, որ Իլհամ Ալիևը ունի լավ հարաբերություններ ինչպես Թուրքիայի, այդպես էլ Իսրայելի հետ, այսինքն թարգմանեմ դա դիվանագիտականից նշանակում է, որ պահպանեք լավ հարաբերությունները Թուրքիայի եւ ուրեմն Իսրայելի հետ Ադրբեջանի դեպքում։ Ուստի եթե Թուրքիան եւ ուրեմն Իրանը համագործակցում են շատ եւ շատ հարցերում, ապա Ադրբեջանի համար օրակարգը լրիվ ուրիշ է։ Լարվածությունը եւ սրվածությունը հարաբերություններում ավելի բարձր է եւ ասեմ ձեզ, որ հիմա այս դեպքը երբ խոսք է գնում հենց եւ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այս Հուսեյնուն խմբավորումը անպայման Խաշտ ալ-Շաաբի խմբավորման մաս է, ապա փաստացի սա խոսում է այսպիսի կոնկրետ վտանգի մասին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը իհարկե զգուշ է լինելու եւ հաշվի առնելով, որ ռազմական իրավիճակը Իրանի շուրջ շարունակում է սրվել, շարունակում է լարվել, Միացյալ Նահանգները ուղարկում են հսկայական քանակի նոր ինքնաթիռներ, այդ թվում կործանիչներ F-35-ներ, այդ թվում երկրորդ ավիակիրը Ջերալդ Ֆորդը գալիս է տարածաշրջան, ես չեմ պատրաստի առանձին վերլուծություն այս թեմայով, որովհետև ուղղակի պետք է ասեմ, որ զորքը ավելանում է։ Այս պահի դրությամբ ավելի շատ տեղեկատվություն չկա, կա ձևաչափերի մասին զորքի, բայց մանրամասն դրա մեջ միևնույնն է, մեր ալիքը նպատակ չունի, որ ձեզ բոլոր տեխնիկական տվյալները տա, այդ թվում զենքի քանակը խոսքին եւ այլն, դա լայն հանրությանը չի կարող հետաքրքրել, թե կոնկրետ ինչ քանակի, ինչպիսի զենքեր են գալիս խոսքին այդտեղ եւ այլն, ընդհանուր գնահատական եմ տալի, որ բարձր որակի, բարձր հնարավորությունների, շատ կարևոր, ամենաթարմ մեծ քանակի զենքեր է կուտակվում այստեղ, ոչ միայն ամերիկյան եւ Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարվել, միևնույն ժամանակ գնում են բանակցություններ սրա մասին, թե երբ շոշափելի որևէ առաջընթաց կունենանք, խոսենք սրա մասին, Իրանը ընդհանուր ասում է, որ պատրաստ է բանակցությունների, բայց դա որևէ բան իրականում չի նշանակում, շատ լավ հուսով են բոլորը հասկանում են, ուստի այսպիսով արձանագրենք, որ սա պետք է որ դառնա հիմա Իրանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման կետ։ Սա նաև պետք է ընկալել ինչպես պոտենցիալ վտանգ տրիպ ծրագրին, որովհետև ամենամոտիկը Իրանի սահմանին գտնվում է տրիպ ծրագիրը։ Այսինքն, եթե Իրանը որոշի որևէ բան անի, ապա դա առհասարակ միանգամից կնշանակի հենց ուրեմն առճակատում տրիփի շրջանակներում, այսինքն Հայաստանին նաև ձեռ է տալիս, որ այսպիսի լարվածություն չլինի եւ տրիփ ծրագիրը լինի անվտանգ, բայց մենք նաև իհարկե պետք է հաշվի առնենք այս վտանգները, որովհետև կարող է որևէ մեկը Թեհրանում ընկալի նույն Հայաստանի տարածքով անցնող տրիփը, նույն եվրոպական դիտորդներին, նույն Ամերիկայի հետ մեր խորացվող ռազմական հարաբերությունները, այդ թվում Իսրայելի հետ բարելավող հարաբերությունները ինչպես վտանգ, ուստի Հայաստանը պետք է ել ավելի զգուշ եւ ուշադիր լինի, որովհետեւ Հայաստանի տարածքում էլ կան շիա մարդիկ, նկատի ունեմ Իրանի քաղաքացիներ գալիս են հանգիստ եւ իրենց հաճախ կարող եք հանդիպել եւ այլն, այսինքն նկատի ունեմ սահմանը բաց է եւ շատ զգուշ է պետք լինել, մենք խոսել ենք սրա մասին, որ ռազմական իրավիճակի ժամանակ սահմանի փակելը ինչքան կարևոր նշանակություն ունի, որովհետև անսահմանափակ եւ անվերահսկելի հոսք կարող է լինել, Ադրբեջանը փաստացի այդ առումով շատ ավելի լավ է նախապատրաստված, իր սահմանը փակ է, այդ թվում տալիս է հնարավորություն իրեն
որ կարողանա այսպիսի ահաբեկչական որևէ շարժերը էլ ավելի լավ վերահսկել։ Ընդհանուր առումով իհարկե սա կարա բերի լուրջ սրմանը երկկողմ հարաբերություններում, որովհետև բոլորը հասկանում են եւ ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ հասկանալի է խոսք է գնում Իրանի պետական այդ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից կառավարվող եւ ղեկավարվող ոչ ֆորմալ այդպիսի խմբավորումների մասին։ Հարգելի այրենքիցներ, շնորհակալություն ուշադրության համար, կարծում եմ հետաքրքիր հարց է եւ կարեւոր, անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ նաեւ առաջարկում եմ, որ հիմա ձեր հետ միասին մենք դիտենք եւ քննարկենք արդեն հաջորդ թեման, որը վերաբերվում է Հայաստանի տարածքում Եվրոպական միության դիտորդական առաքելության շարունակությանը, չնայած Ադրբեջանի դժգոհությանը։